Առաջինն ու վերջինն է։ Հիմա այսքանի ոնց եմ փաթաթվել Հələ քույրիկիդ պաճ։ Այսքանի ոնց են փաթաթվելու։ Դրանքը անհետ մեղադրանք էր երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով զրպարտություն էր ստեղծան, որ ես իբր տեսել եմ, որ ես ընդ որում հայրանուս էլ շեշտել են, նույնիսկ հայրանուս գիտեն։ Երկուսն էլ նույն ամբողջանդակ ցուցմունք են տվել, copy-paste արած իրարից ցուցմունքները, կանհայտ ուղղակի սարքել են, copy-paste։ Իսկ գրավով ազատ արձակման որոշումը ոնց է գնահատում։ Ինչ։ Ինչպես է գնահատում։ Ազատության մեջ եք հիմա։ Իհարկե, լավ է, որ գրավով գոնե գնահատություն տվեցին, ազատ արձակեցին, հա, բայց դա կարծում եմ իրենց պատասխանատվությունը ոչ միայն իմ, այլ բոլոր այս քաղբանտարկյալների, որ այսօր լցված են բերդերում, դրանով չի նվազում իրենց պատասխանատվությունը եւ իրենք պատասխան են տալու։ Իսկ այս գործընթացները ազդեցություն ունենալու են հետագա պայքարի վրա ու նաև հիմա քաղաքական խորհուրդ է ձևավորված ասնածռերում մասնակցություն ունենալու եք կամ հետայսու ինչ ծրագրեր անպայման ունենալու են մասնակցություն։ Ես կարծում եմ պայքարը հիմա երկու ուղղությամբ պետք է գնա, նախ եւ առաջ քաղբանտարկյալների ազատ արձակումն է բոլորի եւ մյուսը արդեն այն ինչ որ քաղաքական օրակարգում կա իշխանությունների հրաժարական, ինչքան շուտ ազատվենք այս հանցագործներից, այնքան լավ։ Հոսը ինչ ես կարծում, ինչն է պատճառը, որ դու թիրախավորվել ես։ Ոչ միայն ես, դուք գիտեք, այ թիրախները կանգնած են այստեղ։ Բոլորը ովքեր ակտիվ են, բոլորը ովքեր ում քաղաքական գործունեությունը իրենց հատկապես վնասում է, հատկապես իրենց անհանգստացնում է եւ իրենք զգում են, որ կարող է դրանից ինչ որ իշխանություն կորցնեն կամ ինչ որ լուրջ խնդիրներ ունենան, իրենց համար վտանգ է ներկայացնում եւ իրենք այլ ելք չեն գտնում, քան քաղաքական հակառակորդներին բերդեր նետելը։ Քեզ Դա քաղաքական փոքր եւ թույլ իշխանության, փոքր եւ թույլ մարդկանց պաշակ է։ Քաղաքական հակառակորդներին բերդերում փակել մեկուսացնելը։ Իրենք ընդհանրապես ցույց է տալիս, որ այն ինչ որ իրանք մրցունակ չեն աշխարհում, իրենք փորձում են ըստեղ մրցունակ դառնալ այդ պրիմիտիվ մեթոդներով, բայց այդպես մրցունակություն չեն ապահովում, այդպես չեն կարող երկիր պահել։ քեզ քաղաքական բանտարկյալ ես համար։ Արդեն ոչ, ազատվեցի, բայց այս մի ամիս այո, ասել եմ քաղաքական բանտարկյալ։ Իսկ վերաբերմունքը քրեակատարական հիմնարկում ինչպես է։ Նորմալ։ Այս ընթացքում ասում են, որ միջազգային կազմակերպությունների հետ ձեր համագործակցության շրջանակում ինչ-որ միջոցառում կար, որը հնարավոր էր տապալվել ձեր կալանավորվածների։ Միջոցառումները լինելու են եւ այդ միջոցառումներում իրենց անակնկալներ է սպասում այս իշխանություններին։ Այսինքն դուք կազմակերպիչ էիք այդ միջոցառումներում։ Այո։ Իսկ մի փոքր կբացեք փակագծերը, ինչ միջոցառումներ, ինչ մասշտաբի։ Միջազգային խոշոր կոնֆերանս է լինելու Բրատիսլավայում, նվիրված Սլովակիայի Եվրամիությունում նախագահության, հա։ Երիտասարդական մարդու իրավունքների նվիրված 150-ից ավելի ներկայացուցիչներ ամբողջ հետխորհրդային ու արևելյան գործընկերության հիմնական երկրներից, նաև Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից, այդ թվում Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչներ եւ այլն։ Անակնկալը, այսպես ասած, զեկույցների տեսքով է լինելու հայտարարությունների։ Նաև փաստորեն ձերբակալման որոշումն է բողոքարկվելու վերաքննիչդատանում, ինչ որ հույսեր կապում ես այս բողոքարկման հետ։ Բոլոր իրավական ճանապարհները պետք է ամեն դեպքում սպառել։ Դրանով է Ժորդան, հա։ Տեսնում ենք խոսանքը, լավ։ Բոլորի շնորհակալություն։